Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Երեք հետևեցիք Գյումրու հարցս երկու падգամավորներն եմ ուղում ով ցանկանում է թող պատասխանի երեք հետևեցիք Գյումրու քաղաքապետի տեխնացուների բանավեճի հանրային եթերում եւ ինչ տպավորություններ ձեր մոտ, որովհետեւ բանավեճից կարճ ժամանակ անց քննադատությունների կենտրոնում հայտնվեց հենց իշխող ուժի տեխնացուն, թե ինչպես է նա արձագանքում օրինակ ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալու եւ մարդիկ վերլուծաբանները գնահատում էին, որ դա ավելի շատ այսպես մայլի տղեկի խոսակցություն էր, քան քաղաքապետի տեխնացուների բանավեճ, էլի շեշտելով, որ այն առաջնահերթությունները, որոնք ձեր ուժն է, հա, հայտարարում կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, ձեր տեխնացուի հայտարարությունները ասում էին, որ հակասում է դրան եւ ըստ փորձագետների դա պաստավկա էր, Փաշինյանին պաստավկա արեցին, այսպես ասած։ Ես ճիշտ ասած ծանոթ չեմ ձեր նշած փորձագետների գնահատականներին եւ մեկնաբաններին եւ չգիտեմ ում մասին է խոսքը։ Բանավեճի ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի արտահերթ հավաքանու ընտրությունների տեխնացու Սարիկ Մինասյանը բոլորն էլ տեսան, հնարավորինս փորձեց ներկայացնել այն ծրագրերը, որոնք մեր կուսակցությունը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ քաղաքացու քվեն ստանալու դեպքում պետք է իրականացնի Գյումրի քաղաքում եւ լուծի տարիներով կուտակված շատ խորը խնդիրներ։ Ինչ վերաբերում է դրա նախորդող դեպքերի վերաբերյալ ուրեմն հարցադրումներին եւ բանավեճի այդ հատվածին, ես բնավ չեմ կիսում ձեր նշած փորձագետների դիտարկումները, ուրեմն եւ առհասարակ գնահատականները քաղաքացիները այդ բանավեճին պետք է տան մարտի 30-ին մասնակցելով ուրեմն արտահերթ ընտրություններին եւ սա է գնահատական, այլ գնահատականները մարդկանց առանձին գնահատականներն են, ես դրանք չեմ կիսում։ Շնորհակալ եմ։ Իրականում խնդրեմ։ Շնորհակալություն, ես երկու հարց ունեմ, մեկ առաջին արտաքին քաղաքական է, այնուամենայնիվ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը շարունակում է մնալ օդի մեջ եւ Ադրբեջանը ըստ էության կառուցողական չէ եւ չի արձագանքում Հայաստանի իշխանությունների տեղի ժամի, փաստաթղթի ստորագրման շուրջ հայտարարությանը եւ այս օրերին, երբ մենք լրացուցիչ տեղեկություններ ենք փորձում ճշտել, իշխանության բոլոր ներկայացուցիչները միաբերան ասում են, որ Հայաստանի առաջարկությունը շարունակում է մնալ նույնը տեղի եւ ժամի ստորագրման։ Եթե այնուամենայնիվ ձեռք չբերվի այդ պայմանավորվածությունը, կընդունեք, որ ձեր քաղաքական թիմի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ձախողել է եւ կբարձրացնեք նրա անվստահության հարցը, սա առաջին հարցը եւ երկրորդը խաղաղության ստորագրումը պայմանագրի համաձայնագրի եւ երկրորդ հարցը դարձյալ Գյումրիի քարոզարշավի ձեր տեխնացուն 3 ըստ էության հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, պնդելով, որ բազմաթիվ գյումրեցիներ փող են տվել, որ իրենց տղաները Գյումրիում չծառայեն։ Մինչ այս պահը արդեն կեսօր է մենք չենք տեսել, որ իրավապահ մարմինները արձագանքեն այն հայտարարությանը եւ առնվազն Սարիկ Մինասյանին հրավիրեն հարցաքննության։ Սա արդյոք ընտրողական մոտեցում չէ, հաշվի առնելով այն, որ օրինակ անանուն ձայնագրության հիման վրա, որտեղ չկան որևիցե անուն տեխնացուների, թե ով է օրինակ գումար բաժանել, ինչ խոսակցության մասին է եւ ձերբակալում են ընդդիմադիր տեխնացուների մտերիմներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խաղաղության պայմանագիրը խաղաղության գործընթացի մասներից մեկն է, ամենաառաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է եւ արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դա երկու կողմերն էլ ընդունում են եւ միայն այս փաստը արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է եւ դուք տեսնում եք ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների, միջազգային կառույցների կողմից առաջարկը, սա ինքնին արդեն ձեռքբերում է։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ
շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բարերը դրել եւ վերցնել եւ վերլուծել ենք համեմատելով նաեւ աշխարհքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին մնացածը դուք տեսնում եք տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում բայց դուք նաեւ պետք է նկատեք թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին սա էլ է շատ կարեւոր եւ սա մենք պետք է գնահատենք որովհետեւ այն որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չի, դա գաղտնիք չի, բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն, ահա դրանից է նաեւ կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են թե չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այս պահին։ Այսինքն ձեր կարծիքով Ադրբեջանի մոտեցումները կփոխվեն եւ ի վերջո կհաջողվի ստորագրել այդ փաստաթուղթը եւ օրինակ հայ հանրությանը ինչ որ ժամկետ տրվելու է օրինակ ասվելու է որ օրինակ եւս 2 տարի սպասեք որովհետեւ 3 տարի տևել են բանակցությունները եթե 2 տարի չստորագրվի այդ փաստաթուղթը կընդունենք որ մենք ձախողել ենք։ Ես նույնիսկ եմ ասում փաստաթուղթը ստորագրելը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է։ Պետք է ոչ թե գնահատել այն մենք չենք կարող առանձնացնել ամբողջ գործընթացից։ Մենք չէ նմանապես ես հակընդդեմ հարց կարող եմ տամ, եթե փաստաթուղթը ստորագրվի, դուք կընդունեք, որ դա բացարձակ հաջողություն է։ Իհարկե դուք դա միայն այդ փաստը չեք ընդունի որպես բացարձակ հաջողություն, դուք այն կհամադրեք ընդհանուր խաղաղության միջավայրի հետ։ Եթե խաղաղության միջավայր չեղավ, դուք կասեք դե փաստաթղթի ստորագրումը ուրեմն արդյունք չտվեց։ Ճիշտ է։ Նույն կերպ մենք եւ ստորագրելը եւ չստորագրելը պետք է համադրենք ուղեկցող այլ գործոնների հետ։ Մենք խաղաղության գործընթացը պիտի գնահատենք ընդհանրության մեջ, ոչ թե գործընթացի փուլերից մեկը միայն։ Այս է իմ պատասխանը։ Եվ անդրադառնալով հարցի երկրորդ հատվածին Գյումրու ընտրությունների ընթացքին, նախ բանավեճի նորից անդրադառնալով պետք է արձանագրենք, որ ես հույս ունեմ, որ գյումրեցիները կելնեն այո հենց բանավեճի ընթացքում հնչած տեքստերից մեր կուսակցության ներկայացուցիչ Սարգ Մինասյանի ծրագրային այն դրույթներից, որոնք ներկայացրել է Գյումրեցու ապագան ավելի լավը դարձնելու համար։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, եթե դրանցում կան որևէ դրվագներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, ապա ես վստահ եմ, որ դրանք կարժանանան իրավապահ մարմինների ուշադրության, ինչպես բոլոր դեպքերում է լինում, եւ ես այստեղ ինչ որ դավադրությունների տեսությունների դաշտ չեմ ուզի գնալ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ ուրեմն տեղի ունեցող իրադարձություններին, նաև ձեր կողմից նշված անանուն ձայնագրության մասին, ես պետք է վստահ արձանագրեմ, որ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նման գործողություններ իրավապահ մարմինների կողմից առանց փաստերի։ Այդ փաստի մի մասը որպես այդպիսին այո հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, եթե ես ճիշտ եմ, եւ ուրեմն բայց ես վստահ եմ, քանի որ դեպքը մեկը չէր, կան նաեւ այլ փաստեր, որոնք բնականաբար չեն կարող բոլորը հանրայնացվել։ Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածին, որ տեխնացուներից մեկի մերձավոր, բարեկամներն են, մերձավորներն են ներգրավել կամ ձերբակալվել կամ հարազատները, ես ներողություն, բայց իրավական գործընթացներում տարանջատում չկա ըստ հարազատների, բարեկամների, մերձավորների եւ ընկերների եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, արմատախիլ է արվել եւ ամեն բան մենք անելու ենք եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը թույլ չի տալու, որ այդ ինստիտուտը որևէ մեկը փորձի վերականգնել։ Շնորհակալ եմ։ Եվ ձեր թույլտվությամբ մեկ շատ կարճ հարց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում պատրաստ է կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի հետ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Ոչ միանշանակ, մենք ձեր նշած անձնավորության մասին մեր գնահատականները կարծում եմ շատ մանրամասն ձևակերպել ենք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա արտահերթ ընտրություններում։